Բարև ձեզ սիրելիներս։ Այսօր ձեր Անահիտ Դժկան որոշել է պատրաստել մոյրո օպոմ, այսինքն փափուկ խնձորով եւ կարամելով ֆրանսիական թխվածք։ Շատ համեղ է լինում եւ շատ հեշտ է։ Ես այն պատրաստում եմ իմ տերմոմիքսով։ Դուք կարող եք այն ամենը անել ձեր միքսերներով կամ ձեռքով։ Ինչ ենք անում։ 100 գրամ կարագը հալածված վիճակում իմ ապարատը, իմ սարքը ինքը հալեցնում եմ։ Երբ որ արդեն կարագը հալվում է, հիմա դուք այն կտեսնեք, սիրելիներս, ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ։ Ասեմ ձեզ, որ այս թխուկը պետք է 24 սանտիմետրանոց տարա ունենաք, բայց եթե ձերը 28 է, կարող եք այն ավելացնել 1.5 չափսը 1.5 պորցիա է։ Ավելացնում եք 100 գրամ շաքարավազ, տեսակ 100 գրամ կարագին 100 գրամ շաքարավազ, ես բնականաբար ավելացնում եմ, քանի որ ես պատրաստում եմ 1.5 պորցիա։ Շաքարավազը կարող եք քիչ անել, քանի որ իր մեջ նաև պարունակելու է կարամել, սիրելիներս։ Հիմա ես այն խառնում եմ իրար հետ, դուք այս ամենը կարող եք անել ձեռքով, սա ոչ մի դժվարություն իրենից չի ներկայացնում։ Շաքարավազը կարագի հետ հարելուց հետո ավելացնում ենք անմիջապես, պետք է ինքը մի քիչ հարվի իրար հետ։ Դուք կարող եք ձեռքով անել, դա միքսերով պարտադիր չի, որ միքսերով անեք։ Ավելացնում ենք 3 ձու, սիրելիներս։ 3 ձու ավելացնելուց հետո ավելացնում ենք 100 գրամ ալյուր։ Իհարկե, նրանք ովքեր բնակվում են Ֆրանսիայում, ալյուրը, եթե հնարավոր է, 45։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ փխրեցուցիչ։ Ահա եւ խմորը պատրաստ է, խնձորը խառնեցինք խմորի հետ։ Հիմա այն ես տեղափոխում եմ մի տարայի մեջ։ Տարայի տակը լցնում եք մոտ 70 գրամ կարամել։ Եթե չունեք կարամել, կարող եք պատրաստել, կարամելը շատ հեշտ է պատրաստել։ Հիմա խմորը լցնում եմ արդեն կարամելի վրա, խնձորներն արդեն մեջն է եւ մի քիչ եփված վիճակում շատ համեղ եւ շատ ավելի, ինչ ասեմ, փափուկ էր եղել։ Եվ այն գնում է ջեռոց 175 աստիճանի տակ եւ եփվելու է 30 րոպե։ Պետք է վերցնել մի քիչ մեծ ափսե ձեր տարայից, դնել վրան եւ շատ զգուշությամբ շուռ տալ։ Ահա սիրելիներս, մեր խնձորով փափուկ խմորեղենը պատրաստ է։ Մեզ ընդամենը պետք էր 30 րոպե։ Ամբողջ պատրաստելու ընթացքը տևեց մոտավորապես 40 րոպե։ Հեշտ, համեղ եւ հասանելի ֆրանսիական թխվածք։ Բարի ախորժակ։